Քիչ առաջ դիտեցինք, ինչպես Գրիգոր Բալասանյանը մեկնաբանեց լուրը Նախիջևանի օդանավակայանի ուղղությամբ հարվածների վերաբերյալ, կխնդրեի դուք մեկնաբանեք հնարավոր հետևանքները, ինչու՞ չէ նաև։ Գիտեք, որքանով ես հասկանում եմ, դեռևս գոնե Իրանը չի վերցրել իր վրա պատասխանատվություն, որ դա ինքն է հարվածել ամեն դեպքում, չի բացառվում իհարկե, որ դա որոշակի պրովոկացիա է, որպեսզի պատրվակ ստեղծել Ադրբեջանի համար, հետագայում նաև Թուրքիայի համար, որպեսզի իրենք էլ ներքաշվեն իսրայելա-ամերիկյան այդ ռազմական գործողությունների մեջ։ Եթե Իրանը հաստատի, որ դա ինքն է խփել, այսպես ասեմ, ուրեմն նաև կբացատրի, թե ինչու է խփել, որովհետև դա նշանակում է, որ իրենց մոտ պետք է լինեին բավականին լուրջ հիմքեր, լուրջ ապացույցներ, որ Իրանի դեմ գործողություններում, ռազմական գործողություններում արդեն իսկ Ադրբեջանը մասնակցել է այս կամ այն ձևով, դա կլինի հետախուզական տվյալներ փոխանցելով, թե այսպես ասեմ, իր տարածքը տրամադրելով, դա այլ հարց է։ Հիմա ես կարծում եմ, որ ամեն դեպքում հիմքեր են նախապատրաստվում, հաշվի առնելով նաև Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները եւ Ալիևի ասածը, որ իրենք Ադրբեջանը պատասխան է տալու բոլոր ոտնձգությունների, նույնիսկ հիշում եք Հայաստանի անունն է հիշել, ինչպես Հայաստանին ագրեսիան կամ Հայաստանից տարածքները, եթե չեմ սխալվում, ասում էր ազատագրեցինք, այնպես էլ այստեղ են գործելու։ Ես կարծում եմ, որ տվյալ պարագայում ավելի հակված եմ կարծելու, որ այնուամենայնիվ հիմքեր են նախապատրաստում, որպեսզի եւ Ադրբեջանը եւ հավանաբար նաեւ Թուրքիան, այսպես ասենք, ներգրավվեն այս պատերազմի մեջ Իսրայելի եւ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հերքեց արդեն լուրը։ Ես այդ իսկ պատճառով ես ավելի շատ հակված եմ, որ այստեղ որոշակի սադրանք կա, որպեսզի հիմքեր նախապատրաստեն Ադրբեջանի եւ Թուրքիայի ներգրավման համար այս պատերազմում։ Պարոն Հակոբյան, Իրան-Իսրայել հակամարտության համատեքստում ռազմական գործողությունների նպատակները շատերի համար անհասկանալի են, թերևս դա ակնհայտ է։ Առաջին հերթին շատերը այս համատեքստում կարծում են, որ դա իշխանափոխության քայլեր են, որովհետև Թրամփն էլ առաջին օրերին պատերազմի ասաց, որ Իրանում կան հիանալի դեմքեր, որոնք կարող են գալ իշխանության, հետո Ռուբիոն հերքեց Թրամփի խոսքը, հայտարարեց, որ իշխանափոխության իշխանափոխություն կատարելու նպատակներ առհասարակ չկան, ինչ է կատարվում այստեղ հիմա Բլիցկրիգի պլանը ձախողվել է արդյոք եւ այդ պատճառով նրանք ընթանում են այս ընթացքում փորձում են վերանայել ռազմական գործողությունների այլ նպատակներ։ Կարծում եմ ռազմական գործողությունների նպատակը հենց բավականին հայտնի է, բավականին հասկանալի է։ Ես կարծում եմ բոլորին էլ հասկանալի է, որ խնդիրը քաոս ստեղծելն է, որպեսզի այդ քաոսում Իրանում իշխանափոխություն տեղի ունենա, համակարգային առումով ընդ որում իշխանափոխություն, այլ ոչ թե ասենք սպանված ասենք ղեկավարներին փոխարինան մյուսները եւ այլ, այսինքն այստեղ նույնիսկ կարծում եմ խնդիրը անձերի մեջ չէ, որքան այնպեսի իրավիճակ ստեղծել, նպաստավոր իրավիճակ ներքին ընդդիմության համար, որպեսզի իրենք կարողանան իրենց գործողություններով, փողոցային գործողություններով եւ այլ գործողություններով փաստացի պետական հեղաշրջում իրականացնել եւ ամբողջ համակարգը փոխել, իշխանության բերելով ուժերի կամ ինստիտուտների, որոնք այլ մոտեցումներ, այլ աշխարհաքաղաքական վեկտորների տերեր կլինեն այս առումով։ Ես կարծում եմ իհարկե ամենայն դեպս նաև մասնագետներն են, Իրանի մասնագետներն են ասում, ամեն դեպքում ես կարող եմ քաղաքական որոշակի գնահատականներ տալ, բայց կարծում եմ, որ Բլիցկրիգի գաղափարը կար, այսինքն գուցե կային տվյալներ կամ ծրագիր այնպիսիներ, որ օդային հարձակումներից հետո, ռմբակոծություններից հետո այդ ֆոնին պետք է ինչ-որ ուժեր իրականացնեին այդ պետական հեղաշրջումը, բայց ամեն դեպքում ենթադրում եմ, որ այդ ամեն ինչը պետք է տեղի ունենար առաջին օրերին,
գուցե առաջի 24 ժամում, 48 ժամում, երբ ամեն ինչ քիչ թե շատ շոկային էր թվում ընդհանուր առմամբ, որովհետև ինչ էլ ուզում է լինել, միևնույն է այդ անսպասելիության սինդրոմը պետք է որ լիներ, ինչքան էլ դա հաշվարկվում էր, որ օրերի հարցը, ժամերի հարցը այդ հարձակումը, այսինքն շատ-շատերը կանխատեսում էին եւ ես կարծում եմ հենց Իրանի ղեկավարությունը դա շատ լավ հասկանում էր, բայց այնուամենայնիվ դա միշտ էլ առաջի 1 օրը, առաջի օրը կամ 2 օրը շոկային են ելնում եւ այդ ժամանակ շատ հարցեր կարելի է լուծել փողոցում կամ պալատներում, սենյակներում եւ այլ եւ այլ։ Բայց մենք տեսնում ենք, որ այդպիսի բան չեղավ, դա նշանակում է, որ այդ հաշվարկները չեն իրականացել կամ սխալ ինֆորմացիաներ է եղել, որ եթե սկսենք ռմբակոծությունները, վերացնենք Իրանի հոգևոր առաջնորդին եւ ռազմաքաղաքական ղեկավարության ամենակարևոր ներկայացուցիչներին, ապա միանգամից Իրանում այսպես հնարավոր կլինի ապստամբություն կազմակերպել։ Այս առումով, գիտեք, այս դեպքերն է ցույց տալիս, որ վերջին տարիներին այդ հատուկ ծառայությունները կարծես թերանում են իրենց գործողությունները, նույն մոտավորապես ինձ հիշեցնում է հիմա ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբը, այնտեղ էլ կարծես թե նման պլան կար, բայց այդ բլիցկրիգը այնտեղ էլ չստացվեց, այստեղ էլ կարծում եմ չստացվեց, հիմա տպավորությունս այնպեսին է եւ ոչ միայն իմ, այլ նաեւ շատ փորձագետների, այդ թվում ռազմական փորձագետների, իրանիստների, որ հույսը դրվում է որոշակի ցամաքային օպերացիայի վրա, ցամաքային օպերացիայի ասում եմ, ես նկատի չունեմ իսրայելական կամ ամերիկյան զորքերի ներխուժումը, որովհետև դա գրեթե չիրականացվող խնդիր է, որովհետև նույնիսկ մասնագետները, ռազմական մասնագետները ասում են, որ դա մոտ 1 միլիոն մարդ պետք է այդ ակցիայում մասնակցի, 80 միլիոնանոց Իրանում եւ հսկայական տարածքում։ Ես կարծում եմ, խնդիրը այսպես ազգային փոքրամասնություններին ակտիվացնելն է, քաոս ստեղծելն է, ավելի հակված եմ կարծել, որ հիմա Տրամպի խնդիրը դա մասնատման գնալն է Իրանի, որը ամենավտանգավորը կարող է լինել հենց նաև Հայաստանի համար եւ ընդհանրապես ամբողջ ռեգիոնի համար, որովհետեւ դա իսկապես ոչ թե կառավարելի քաոս կարող է դառնալ, այլ անկառավարելի կարող։ Եթե հիմա ինչ որ վերապահումով գուցե մենք կարող ենք իրավիճակը բնորոշել որպես կառավարելի քաոս, պլան B, C եւ այլն, որովհետեւ պլանան երևի թե չի իրականացվել, ապա այդ դեպքում կարծում եմ իրավիճակը առհասարակ կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Իրանը շեշտում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համատեղ ջանքերը ուղղված իշխանափոխության քայլերին, ըստ ձեզ որքանով այսօր իրատեսական Իրանում ներսից ռեժիմը տապալելու, այսպես ասած, սցենարը եւ արդյոք նման սպառնալիքը չի ստիպի արդեն Իսրայելին գնալ կանխարգելի չարվածի արդեն Իրանի միջուկային օբյեկտներին։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ Իրանը այնքան բարդ երկիր է, դա քաղաքակրթություն է, դա իր բնույթով բառի բուն իմաստով իմպերիա է, ընդ որում դարերի իմպերիա է, որը որ կայսրություն, որը որ ունի իր իմունիտետը, իր զսպող մեխանիզմները եւ վերարտադրվելու մեխանիզմները, այդպիսի համակարգ է։ Եթե այսօրվա մոդայիկ լեզվով խոսենք, Իրանը ինքն իրենով խորքային պետություն է, այսինքն դա մենք շատ դեպքերում միայն այսբերգի վերևն ենք տեսնում, գագաթներն ենք տեսնում, շատ դեպքերում դա խորքային է, հիմա էլ դա էլ է, հիմա էլ է դա ապացուցվում, տեսեք վերնախավը մի զգալի հատվածը Այաթոլլա Խոմեյնիի գլխավորությամբ փաստացի ոչնչացված է, բայց Իրանի համակարգը եւ հոգեվոր եւ քաղաքացիական, այսպես համակարգը գործում է եւ ամենակարևորը գործում է նաեւ ռազմաքաղաքական համակարգը ՔՍԻՌ-ի գլխավորությամբ, իսլամ պահապանների կորպուսի գլխավորությամբ մենք տեսնում ենք, որ Իրանը ունի բավականին հետաքրքիր ռեսուրսներ, ռազմական ռեսուրսներ, որոնք ոչ միայն էֆեկտիվ են,
այլ նաև շատ ավելի էֆեկտիվ են կարծես թե, քան սպասում էին նույն իսրայելցիները կամ ամերիկացիները վերջերս մի նյութ էի նայում անալիտիկ, թե Իրանի այսօրվա բալիստիկ օրինակ հրթիռները քանի ուրեմն շերտ, պաշտպանության շերտ են անցնում մինչև հասնում են Իսրայելին, այսինքն այնտեղ տարբեր հաշվարկներով 20-ից 28 ուրեմն պաշտպանական ինչ-որ բաներ, միջոցներ պետք է անցներ, որ խփեիր օրինակ, ասենք Իսրայելի տարածքին եւ ըստ էության դա անցնում են եւ խփում են։ Մինչդեռ Իրանին խփելու համար ընդամենը Իրանի պաշտպանությունը օդային տարածքի կամ տարածքի պաշտպանությունը հենց սկսվում է բուն Իրանից, այսպես ասեմ։ Այսինքն ես կարծում եմ Իրանը ցույց է տալիս, որ ունի իմունիտետ, Իրանը ցույց է տալիս, որ ունի վճռականություն, այսպես ասենք, քաոսին պատասխանելով իր քաոսով, իր գեներացվող քաոսով, մենք տեսնում ենք, որ այն ինչ որ հայտարարվել էր, որ եթե հարձակում լինի Իրանի տարածքի վրա, ապա Իրանը պատասխանելու է օրինակ նույն Միացյալ Նահանգներին իրենց բոլոր երկրներում, որտեղ կան ռազմական բազաներ եւ առավելևս եթե դրանք ներգրաված են։ Կարծում եմ ոչ միայն հիմա ռազմական բազաների է խփվում, այլ նաեւ օրինակ հյուպատոսարաններ եւ այլ այս առումով։ Այսինքն Իրանը ինքն է որոշում ասիմետրիկ ինչ արված պետք է տա։ Այս առումով տեսնենք ամեն դեպքում հիմա վերլուծաբաններից շատերը, այդ թվում ռազմական փորձագետները տարբեր գնահատականներ են տալի Իրանի հնարավորություններին, այսինքն ռեսուրսներին, բայց նաև նույն ռազմական փորձագետները նաև շատ հիացած չեն եւ շատ մեծ հեռանկարներ չեն խոսք տալիս նույն Միացյալ Նահանգներին, այսինքն կասկածի տակ դնելով իրենց ռեսուրսային հնարավորությունները եւ երկար ժամանակ պատերազմ վարելու հնարավորությունները։ Պարոն Հակոբյան, կարող ենք արձանագրել, որ Մերձավոր Արևելքում մուտք են գործում մի փուլ, որտեղ այսպես ասած արգելված թեմաներ առհասարակ չկան եւ թիրախներ չկան, որտեղ է այս էսկալացիայի վերջնակետը կամ այսպես ասած արգելված կոճակը։ Ես կարծում եմ շատ վաղուց արդեն միջազգային ասպարեզում, միջազգային այսպես հարաբերություններում արգելված թեմաներ չկան, ես բազմաթիվ անգամ այդ թվում նաեւ այս սրահում ասել եմ, որ դիվանագիտությունը վաղուց արդեն մահացած կատեգորիա է ընդհանրապես, որովհետև ամեն ինչ շատ պարզ է ասվում, իսկ ինֆորմացիան արտահոսքերի մակարդակով է արվում, հիշեք ռուս-ուկրաինական բանակցությունները Միացյալ Նահանգների միջնորդությամբ, երբ ըստ էության բոլոր արտահոսքերը, ով ինչ խոսեց, ինչ ասեց, որոշ լրատվամիջոցների, ընդ որում շատ դեպքերում նաև հեղինակավոր լրատվամիջոցների էջերից դու արդեն իմանում ես, ասենք լրահոսից։ Այսինքն արգելված թեմաներ կարծում եմ վաղուց չկա, քաղաքականությունը դարձել է շատ ցինիկ, շատ կոշտ եւ որևէ մեկը իր նկարտումները, իր ամբիցիաները չի թաքցնում եւ ավելին ասեմ, թույլատրված են բոլոր մեթոդները, ասենք նախագահային կնոջ հետ ասենք գողանալը, լեգիտիմ հաստատի իշխանության գլխատումը ուղղակիորեն եւ այլ, ընդ որում դա մի բևեռի կողմից չի միայն իրականացվում, դա խաղի կանոնների բացակայությունն է կամ խաղի կանոնները հիմա հենց նրանում են, որ չկան նման խաղի կանոններ, բոլորը ամեն ինչ անում են այնպես, ինչպես ցանկանում են։ Ինչ վերաբերում է թե ինչի դա կարող է բերել, որտեղ է այս ամեն ինչի ավարտը, ես կարծում եմ, որ շատ բան կախված է նրանից, թե Միացյալ Նահանգների որոշում ընդունողները ինչպես են գնահատում հեռանկարները, որովհետև ամեն դեպքում Միացյալ Նահանգները երկիր է, որը որ աշտանը ընտրություններ են սպասում, շատ կարևոր միջանկյալ ընտրություններ են սպասում կոնգրեսի, որտեղ շատ կարևոր տեղաշարժեր կարող են լինել, տրանսֆորմացիաներ ուժային իշխանական բլոկում, ազդեցությունների առումով, Տրամփին պետք է արձանագրել ինչ-որ մի արդյունք, դրական արդյունք։ Այդ դրական արդյունքը, եթե դա բլիցկրիգի արդյունքում չի լինում, եթե դա հանկարծ չստացվի, այսպես ասենք, ցամաքային ներխուժման առումով, ասենք օրինակ քրդերի
կատարմամբ կամ ազգային փոքրամասնությունների օգտագործմամբ, այդ թվում նաև ադրբեջանցիների, Իրանի ադրբեջանցիների, բելուժների եւ այլի կատարմամբ, ապա ես կարծում եմ այդ ժամանակ Տրամպի համար փրկողակ կարող է դառնալ բանակցությունը։ Մի քանի օր առաջ ընդամենը փաստացի ներխուժումից պատերազմի սկսելուց 2-3 օր հետո արդեն Տրամպը ասում էր, որ իրանցիները դիմում են որպեսզի բանակցություններ վարեն։ Ես չեմ բացառում, որ այդ կոնտակտները արդեն կան, որովհետև պետք է արձանագրել ինչ-որ մի արդյունք։ Այդ արդյունք շատ կարևոր է Տրամպի համար, դեմքը պահպանելու համար արձանագրել, որ իրենք հասել են իրենց նպատակներին։ Եվ այդ ֆազայում կարող է եւ սառեցվել, այդ ֆազայում կարող է սառեցվել։ Ի վերջո, տեսեք, թիրախային ոչնչացվեցին շատ գործիչներ, որոնք Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար մանավանդ անընդունելի էին, բայց որոշ պաշտոնյաներ իրենք ըստ էության իրենց կյանքին վտանգ առանձնապես չի սպառնում, արտգործնախարարը, այսինքն իրենք թողել են, իրենք այնուամենայնիվ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը թողում են մարդկանց, որոնց հետ կարելի է հետո բանակցել առհասարակ։ Ինչ-որ մեկի հետ պետք է կարողանաս հետո բանակցել, ինչ-որ մի բանի գալ։ Ես կարծում եմ, որ եթե հիմա պլան B-ը կամ C-ը ապստամբության հետ կապված կամ ցամաքային ներխուժման հետ կապված ազգային փոքրամասնությունների կամ այլ ուժերի մասնակցությամբ, եթե դա էլ չստացվի, ապա զուգահեռաբար բանակցություններ են վարվելու այս պատերազմը ինչ-որ մի ֆազայում դադարեցնելու առումով, յուրաքանչյուրը բնականաբար ասելու է, որ ինքը կարողացավ հաղթել ընդհանուր առմամբ։ Ինչպես դա եղավ 12 օրվա պատերազմի ընթացքում անցյալ տարի։ Իսկ եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը ինչպես կազդի Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրի վրա։ Գիտեք, ես կարծում եմ Իրանը ցույց է տալիս, որ այսօրվա իրավիճակում իր համար էլ առանձնապես կարմիր գծեր չկան, այսինքն ինքը պատրաստ է իր անկախությունը, իր սուվերենությունը, իր արժանապատվությունը պաշտպանելու համար ցանկացած քայլի գնալ առանց նայելու այս կամ այն երկիրը, որը որ այսպես իր տարածքում ունի ամերիկյան կամ մի այլ երկրի կառույցներ, անավանդ ռազմական կառույցներ, որոնք ներգրաված կարող են լինել պատերազմի մեջ, խփել այդ տարածքներին, այդ երկրների տարածքներին պատասխան, ասենք, հարվածներով, բալիստիկով, թե այլ միջոցներով, բալիստիկ հրթիռներով կամ այլ։ Եթե կարծում եմ ամենավատ տարբերակը ցանկացած պարագայում Հայաստանի վրա սա արդեն բացասական է ազդում, արդեն իսկ այսօր ինֆորմացիա եղավ, եթե չեմ սխալվում, Հայաստանի Պեկից, որ կարծես թե փոխադրողները տրանսպորտային փոխադրողները խուսափում են հիմա ակտիվություն ցուցաբերել, այսինքն ապրանքներ արտահանել կամ ներմուծել դեպի Իրան եւ Իրանից, բնականաբար հաշվի առնելով, որ արտաքին առևտրում Իրանի սահմանով մեզ մոտ, եթե չեմ սխալվում, Իրանի հետ 20-ից 25%-ը, մեկ ասում են 30%-ն է մեր արտաքին առևտրի, բնականաբար որոշակի նվազում այս առումով լինելու է, դա նշանակում է, որ որոշակի նաև դեֆիցիտ է լինելու առհասարակ, թեկուզ ներմուծման առումով, էլ չեմ խոսում արտահանման առումով, դա բնականաբար մեր բիզնեսին հարված է հասցնելու, առանց այդ էլ մեր արտահանումը մի փայլուն մակարդակի վրա չէ, դա առաջի տարբերակը, այսինքն առաջի գործոնը, տնտեսական գործոնը, երկրորդը, եթե հանկարծ Իրանը գնում է Իրանում Իսրայելը եւ Միացյալ Նահանգները եւ իրենց այլ դաշնակիցները process-ը տանում են մասնատման ճանապարհով, դա ամենավտանգավորն է, որովհետեւ մենք ստանում ենք քաոտիկ երկիր, որտեղ տարբեր ռազմական բանդաներ են լինելու, այսպես ասենք, խմբավորումներ, յուրաքանչյուրը փորձելու է իր իշխանությունը սահմանել իր տարածքում, իր պատկերացրած տարածքում, մոտորապես այնպես, ինչպես դա ասենք Սիրիայում էր։ Եվ մինչև հիմա էլ շատ դեպքերում, ասենք Սիրիայում դեռևս այդ Ասադին դուրս հանելուց հետո երկրից
կամ իշխանազրկելուց հետո մինչև վերջերս էլ մենք տեսնում ենք, որ այնտեղ մի քանի ուժի կենտրոններ գործում արտաքին կառավարման ներքո, շատ դեպքերում Թուրքիայի, Իսրայելի եւ այլն։ Ես կարծում եմ, որ դա ամենավտանգավոր դեպքերից մեկն է, իսկ եթե վերջնական առումով ի վերջո գիտեք, հիմա տեսական էլ չի այդ տարբերակը, եթե խոսքը գնա նոր Ադրբեջան, ասենք ինչ-որ կազմավորման ստեղծմանը, մենք կունենանք եւս մեկ բարեկամ Իրանի փոխարեն, հավաքական sense նորմալ երկրի փոխարեն, ուժեղ երկրի փոխարեն կունենանք, ասենք, եւս մեկ սահման, որը ինչ որ մի Ադրբեջանն է լինելու, դա ես կարծում եմ ինքնին արդեն հասկանալի է, այսինքն ցանկացած սխեման, ցանկացած տարբերակը, որը հիմա ընթանում է Իրանի շուրջ, ինքը Հայաստանի Հանրապետության համար եւ վատ է եւ շատ վտանգավոր է, այսինքն մենք ընտրություն չէ, մենք կարող ենք սպասել վտանգավոր կամ ավելի վտանգավոր տարբերակ եւ այստեղ, այսպես ասենք, այդ թատերականացված ներկայացումները պերաշկիներով, կուկուրուզներով եւ այլն, իրենք որևէ էական նշանակություն չունեն, դա ներքին լսարանի համար կարող է աշխատել կեսօր, բայց ոչ ավել, որովհետեւ իրականությունը եւ թատերական ներկայացումները դրանք լրիվ այլ օպերայություն են։